Սիրելի հեռուստադիտող, Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում է Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարը եւ այսօր Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարը հյուրընկալվել է Հայաստանի լավագույն խոհարարին, նույնն է թե Սեդրակ Մամուլյանին եւ Հայաստանի լավագույն խոհանոցում նույնն է թե Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայում մենք կպատրաստենք ամանորի հիմնական ուտեստը, որը հիմա մենք սկսենք երկուսով ներկայացնել։ Նախ կցանկանայի ողջունել ձեզ, պարոն Մամուլյան, եւ մեզ համար մեծագույն պատիվ եւ գերագույն հաճույք է ձեզ հետ ամեն անգամ շփվելը եւ հաճելի է, որ նաեւ մեր հեռուստատողը բախտավորություն կունենա կրկին անգամ Երկիր մեդիայի եթերում ձեզ տեսնել նոր հաղորդաշարի շրջանակներում եւ սա փաստորեն նաեւ անցումային է, որովհետեւ երկու հաղորդումների միքս է ստացվում այսօր։ Այո, ես էլ եմ ողջունում հաղորդաշարը, ես հետևում եմ եւ շատ ոճային, շատ տիպիկ հաղորդաշար է, պարոն Խաչիկյան։ Մենք այսօր հետաքրքիր համադրություն ունենք եւ ֆուտբոլային խաղադաշտում, քանի որ բոլորին վերջերս հասարակությանը շատ, այսպես ասած, տարբեր բանակների բաժանած մի հետաքրքիր ընտրություն է, չմոռանամ ասել, բացի այն, որ պարոն Մամուլյանը ինքը Հայաստանի լավագույն խոհարարն է, ինքը նաև Հայաստանի լավագույն երկրպագուներից մեկն է ֆուտբոլային, եթե ոչ լավագույն, եւ ինքը ինձ հուշեց, որ այսօր եւ ինձ համար մեծ պատիվ էր, ես խնդրեցի, որպեսզի այսօր ես կրեմ այն համազգեստը ֆուտբոլային լեզվով ասած, այն մարզահագուստը, որ կրում է պարոն Մամուլյանը, եւ այսօր տեսնում եք, քանի որ ամանորին իրականանում են մարդկանց երազանքները, իմ երազանքներից մեկն էլ այն էր, որ երբևէ այդպիսի պատիվ կունենամ կրելու պարոն Մամուլյանի համազգեստը կամ նույնա թե մարզահագուստը եւ այսօր կրում եմ Սեդրակ Մամուլյան մարզահագուստը։ Հիմա այսօր ինչ կպատրաստենք, պարոն Մամուլյան։ Այսօր պատրաստելու ենք մեր ամենաճանաչված աղանդերներից մեկը, որը մենք կոչում ենք ղափամա, բայց իրական անվանումը ամիջ է։ Մեր ազգային խոհանոցում բոլոր լցոնված կերակրատեսակները կոչվում են ամիջներ կամ կուտապներ։ Սա աղանդերային ամիջ է, ունի տարբեր ձևեր պատրաստման, տարբեր մարզերում, գավառներում պատրաստել են տարբեր ձևերով, տարբեր մթերքներով։ Բայց մենք վերցրել ենք ամենադասականը, բրինձ ենք օգտագործելու, կարագ, մեղր, շաքարավազ եւ չրեր ընկուզեղեն, ճիր, չամիչ ընկուզեղեն, սա ընտրության հարց է, չրերի մանավանդ, այնպես որ տարբեր գավառներում տարբեր կերպ են պատրաստում։ Մենք եւ պատրաստենք եւ խոսենք։ Եվ զրուցենք այո։ Սկսենք, ես կբացեմ դդումը, դուք խնդրում եմ պարոն Խաչիկյան կտրատեք չրերը։ Այո։ Կարելի է 3 մասի, բայց երկայնքով, երկայն, այո։ Բացում ենք դդումը։ Սերմերը պիտի հեռացնենք։ Պարոն Մամուլյան, այս տարին ինչպիսին էր հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության համար եւ եթե նկատի ունենանք, որ նաեւ ամփոփիչ հավաքը տեղի ունեցավ մի քանի օր առաջ, այո, ինչպիսին է ձեր գնահատականները։ Իմ գնահատականը շատ դրական է, մենք ունեցանք շատ արդյունավետ տարի խոհարարական իմաստով, բացի այն 3 հիմնական միջոցառումները, որ մենք անում ենք խոհարարական փառատոները, տոլմայի, տոնածիսական եւ խորովածի, մենք ունեցանք նաեւ կարելի ասել դրսի հետ, սփյուռքի կամ արտերկրի հետ աշխատելու մի լավ փորձ, տարին սկսեցինք Վրաստանի խոհարարական ասոցիացիայի հետ հուշագրի ստորագրման։ Այո։ Եվ ընթացքում նաև Ռուսաստանի խոհարարական ասոցիացիայի հետ ստորագրեցինք հուշագիր համատեղ գործունեության։ Հիմա այստեղ շաքարավազով օծում ենք, Այո։ պատերը։ Հնում օծում էին նաեւ մեղրով, չէ, որովհետեւ ծորուն մեղրով։ Տեսեք, մեղրը անելու ենք մենք, բայց սա անում ենք այլ նպատակով։ Հեսա կասեմ հիմա ինչ նպատակով։ Շաքարավազը, ինչպես նաև աղը, դրանք նպաստում են, որ այս կամ այն մթերքից հյութ արտազատվի։ Այո, ավելի շատ։ Այո, եւ մենք հիմա այնպես ենք անում, որ դդումի իրական հյութը նաև արտազատվի եւ միացվի միջուկին, իսկ միջուկը մեր արդեն ասացի, որ լինելու է
բրինձից եւ չերեղենից։ Դնում ենք մի կողմ։ Այսպես, այո, գտանք։ Դնում ենք մի կողմ սա։ Կարող ենք այստեղ դնել։ Որպեսզի ինքը հյութը արտազատվի։ Այո, հյութը արտազատվի, միջուկի հետ մենք խառնելու ենք այո։ Որոնք են այն քայլերը, որ պետք է անի մեր կազմակերպությունը արդեն 2020 թվականին։ 2020 թվականը մեզ համար ուրեմն ծրագրի ներկայացումը, կառավարությանը ծրագրի արդեն կյանք կոչելն է, ընդհանուր ազգային խոհանոցի զարգացման եւ ամենակարևորը այդ ձեռնշատ այդ հրատարակչական, այսինքն գրքերի եւ մարզային կլինի դա կլինի դարերի, դա կլինի մեր պատմական Հայաստանի մարզերի այդ նյութերի հրատարակման։ Մենք ունենք բազմաթիվ նյութեր, ձեռագրերի տեսքով ամբողջ 20 թվականը նվիրելու ենք այդ աշխատանքին։ Փառատոների հետ կապված ինչ կասեք, որովհետև մտածում եմ, որ դրանք նույնպես նպաստում են հանրահռչակմանը հայկական խոհանոցի։ Փառատոների մասին ես կասեմ, որ տեսեք Լոռու մարզը կամ Լոռվա ձորը, այսպես ասենք, պարոն Խաչիկյան։ Խորովածի փառատոնը մենք միասին ենք սկսել։ Այո։ 2009 թվականին։ Արդյոք մեր հասարակության մեջ, մեր երկրի, մեր պետության շատ մարդիկ գիտեին ընդհանրապես Ախթալայի մասին կամ Ախթալայի տեղը։ Անշուշտ ոչ, եւ մեր նպատակը միասին հենց դա եղել ոչ միայն խոհարական փառատոնի անցկացում, այլ նաեւ հանրահռչակումը այն տարածաշրջանի, որտեղ դա անց է կացվում։ Դուք հիմա թվարկեք, թե քանի հյուրանոց, քանի հանրային սննդի օբյեկտներ են բացվել 2009 թվականի տեսքով։ Բավականին շատ եւ նույն կերպել, երբ որ մենք միասին մտածում ենք Տոլմայի փառատոնի հետ կապած, տոնածիսական կերակուրների հետ կապած, հենց հիմնական նպատակը եղել է, որ խոհանոցը ոչ միայն խոհանոցի ներկայացման ձև փառատոնները, այլ նաեւ տարածաշրջանի տնտեսական զարգացման ձև եւ շատերն ասում են, որ հիմա էլ ամեն ինչի փառատոն անում են, էլ կարտոֆիլի, էլ արիշտայի, էլ մեղրի, հատապտուղների, բայց ես ասում եմ, որ դրանք քիչ են, Միացյալ Նահանգներում անց է կացվում տարեկան 40,000 փառատոն սննդային։ Այսինքն օրեկան 100-ից ավել փառատոն է անցկացվում եւ դա նպաստում է, որպեսզի այդ տնտեսական զարգացումը լինի։ 10-12 տարի առաջ նույնիսկ ամոթ էր, որ մենք հայկական խոհանոց էինք ներկայացնում, բայց ձեր ջանքերի շնորհիվ այդ կազմակերպության ջանքերի այո, շնորհիվ տեսեք, մենք ունենք այսօր մի իրավիճակ, երբ որ Երևան քաղաքի կենտրոնի լավագույն, այսպես կոչված հասարակական սննդի օբյեկտները, դրանք կրում են հայկական անուններ։ Այո։ Եվ թավա, կացա, չգիտեմ, շերեփ, լավաշ, թոնիր, ծիրանի, սրանք բնականաբար ռեկլամ չեն այդ ռեստորանների, ընդհանրապես ես թվարկում եմ եւ արդեն մտածում եմ, որ իրենք էլ արդեն խնդիրներ ունեն, թե նոր ինչ անուններ սկսեն օգտագործել եւ արդեն իսկ ներկայացում է մեծ չափով հայկական խոհանոցը։ Եվ նույնը մտածում եմ, որ նույն ստանդարտները պիտի գնան նաեւ մարզեր, այո, եւ շատ կարեւոր է նաեւ ուսուցումը։ Ձեր ստուդիան ինչ աշխատանքներ է կատարում, որպեսզի ոչ միայն մայրաքաղաքից լինեն ձեր սաները, այլ նաեւ մարզերից եւ ինչպիսին է հարաբերակցությունը այդ սաների մեջ ըստ մարզերի բաշխվածության։ Տեսեք, մենք ունենք նախնական նորից պայմանավորվածություններ որոշակի գործարարների հետ։ Չամիչը չեն կտրել, բայց իրավի ավելացնենք, չէ՞։ Այո, ավելացնենք, մի քիչ ուշ պիտի ավելացնենք, բայց ոչինչ։ Լավ, սպասենք իր մեջ։ Այո, որոշակի պայմանավորվածություններ ունենք Սյունիքի մարզում, Լոռվա մարզում եւ Գեղարքունիքի մարզում մեր ծրագրերը, այսինքն ուսուցման ծրագրերը, մասնագիտական ուսուցման ստուդիան ընդարձակելու եւ տեղում։ Մենք ստուդիայում ինչ ենք անում։ Ստուդիայում մենք անում ենք տալիս ենք նախնական մասնագիտական կրթություն, նախնական, բայց ամբողջ մասնագիտական մասը միայն հայկական ավանդական ազգային խոհանոցներն են ուսուցանում։ Եվ ունենք, ասեմ, տեսեք, Արցախից օրինակ մենք
մեր կազմակերպությունը, մեր ստուդիան, Արցախից եկող կամ ցանկացող ուսանողները սովորում են անվճար։ Եվ տեսեք Շուշիում հիմա Այո, արհեստագործական ուսումնարան Մոզյանի անվան, այո, վարպետը Ալյոնան մեր շրջանավարտն է եւ պարծանքով ես ասում եմ, որ աղջիկը այդ օրիորդը ինքը շարունակում է մեր գործը։ Եվ մնացյալ տեղերում էլ, ես հիմա ճիշտ ասած մեր թերությունն է, բայց դեռ ամբողջ կապը այդպես չի պահպանվել, թե ուր է գնացել, ինչ է անում։ Բայց այնուամենայնիվ այդ մասնագիտական կրթության վրա շեշտը դնելը պարտադիր է, եւ մենք դրա մասին մտածում ենք։ Պարոն Մամուլյան, տեսեք, նույն Ֆրանսիայում, Իտալիայում լավ խոհարարը հավասար է լավ կինոռեժիսոր։ Չիլը տապակվեց արդեն։ Տապակել ասած այստեղ մի քիչ հարաբերական է, տակացավ, այսպես ասենք, մի քիչ։ Հիմա դնենք մեղրը ու խնդրեմ ասեք արդեն։ Ավելացնենք։ Ֆրանսիայում, Իտալիայում զարգացած, այսպես ասած, խոհարական ավանդույթներ ունեցող երկրներում լավ խոհարարի աշխատանքը գնահատվում է այնպես, ինչպես լավ կինոռեժիսորի, լավ դիրիժորի եւ նրանք նախագահների, վարչապետների կողմից ընդունության են արժանում, շքանշաններին արժանանում։ Ինչպես կգնահատեք, արդյոք ժամանակը չի, որ Հայաստանում մշակույթի, արվեստի գործիչների հետ մեկտեղ գնահատվի նաեւ խոհարարների աշխատանքը մեդալների, շքանշանների տեսքով։ Եվ երկրորդ հարցը, տեսեք, մենք Հայաստանում ավելի շատ գիտենք ռեստորանները, անունները, քան թե գիտենք խոհարարներին, առանձին բացառություններով հանդերձ, բայց դա նույնն է, թե մենք իմանանք ֆուտբոլային ակումբները, բայց չիմանանք ֆուտբոլիստներին։ Չէ՞ որ մարդիկ գնում են ոչ թե ռեստորան, այլ գնում են այս ուտելիքները ճաշակելու, որը պատրաստում է իհարկե, որի որակը կախված է հենց խոհարարից։ Դուք ինչպես կգնահատեք առաջին պետության վերաբերմունքը այս հարցում, ինչ կարելի անել, եւ երկրորդ ռեստորատորները, իրանք ռեստորանատերերը, արդյոք չպիտի փոխեն իրանց վերաբերմունքը եւ արդյոք խոհարարները չպիտի դիտարկվեն որպես խոհանոցի գլխավոր գործող անձը։ Միանշանակ պիտի փոխվի այս ընկալումը։ Ընդհանրապես խոհանոցի մասին ընկալումն է հարկավոր փոխել եւ դրանից բխում է խոհարարի նկատմամբ արդեն վերաբերմունքը։ Մենք 13 տարի արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մեր հարևան Վրաստանում առաջին անգամ այս տարի անցկացվեց Bocuse d'Or այդ հայտնի մրցույթը եւ իմիջիայց հետաքրքիր զուգադիպությամբ առաջին տեղը զբաղեցրեց ազգությամբ հայ խոհարարը եւ ժամանակը չէ արդյոք որ այդ համաշխարհային հիմնական մրցույթը Bocuse d'Or-ի հայաստանյան նաեւ մրցույթ անցկացվի եւ Հայաստանն էլ ներկայանա այդ հեղինակավոր մրցույթին։ Իհարկե ժամանակն է։ Իհարկե դրա նախադրյալները, դրա ռեսուրսները մենք ունենք։ Եվ կարծում եմ, որ կանենք հետագայում։ Հիմա ես process-ներն արդեն հասան այնպես, որ տեսեք, մենք մի քիչ տապակեցինք չրերը, այստեղ ստացանք ընդհանուր գունային եւ համային գամա, այո, եւ համային գամա։ Մի քիչ ավելացնում ենք դարչին, մի քիչ։ Եվ այս ամբողջը լցնում ենք բրինձի, բրինձը արդեն 80 եւ ավելի, մոտավորապես 90%-ով եփված է։ Խառնում ենք այս խճողակը։ բավական հետաքրքիր գունային եւ համային գամա է ստացվում եւ հոտն էլ զգլխի չէ։ Հիմա որ գինեգործների հետ հավաքներն եմ սկսել մասնակցել, այնտեղ շատ կարևոր է հոտի եւ իհարկե նաեւ խոհանոցի դեպքում է, բայց այնտեղ դա հենց առաջնային պայմաններից մեկն է։ Ինչու՞։ Համի բա։ Չաշուրջ գինին ոնց կարող առանց համի։ Կարմիր գինին ինչու են տաք համտեսում։ Այսինքն որովհետեւ որ մեր օրգանիզմի ջերմաստիճանին հասնի, այո, գինին։ Եվ այդ փունջը, չէ որ կարմիր գինին փունջ է մի քանի եւ այդ համերը կարողանալ մեր քիմքը, այո, որպեսզի ավելի լավ անցալի։ Սպիտակն էլ ավելի հակառակը, բայց ամեն դեպքում մեր քիմքը պետք է տարբերակի այդ համերը։ Բնականաբար հոտը սկզբնականն է նախնական։ Ինչ ենք ասում։ Շաքարավազն ինչու արեցինք, որպեսզի հյութ ազատի։ Ահա։ Հյութ արտազատվի։ Հիմա նաև դդմաջուրը ավելացրեցինք։ Ինքը պարզ հյութ չէր։ Ավելացնում ենք խճողակը, պարոն Մամուլյան։ Այո։ Եվ կափարիչը դնում ենք
դդմի վրա։ Այո։ Իսկ դդումը ինչ էր խորհրդանշում։ Չէ՞ որ սա դրում էր ամանորյա սեղաններին։ Ինչ որ ծիսական նշանակություն, ինչ որ բացատրություններ, թե հենց այնպես պարզապես համերի համադրություններ սա։ Ընդհանրապես մի լեգենդ կա, ըստ որի դդումը համարվում է երկրագունդը, Այո։ բրինձը համայն մարդկությունը, այս ընդեղենը, հատիկավորները, գուզեղենը եւ չերեղենը դրանք տարբեր հավատքի եւ տարբեր ազգության մարդիկ են, միավորված մեղրով, Այո, ասենք սիրով։ այո, սիրով։ Եվ լեգենդի իմաստը այն է, որ երկրագունդը այն ամենանիվ շատ փոքր է եւ մենք շատ դրկից ենք ապրում մեկս մյուսի հետ, որ այնտեղ պիտի ուղակի տիրի բարի դրացիության մթնոլորտ։ Այսինքն կերակուրը պատրաստվում է, որպեսզի աշխարհում տիրի խաղաղություն։ Էլ ինչ լավ բան կա դրանից ավել։ Ծածկեցինք, Այո, եւ ուղարկեցինք ջեռոցը։ Դաշը իր ճիշտ տեղը գտավ։ այո, ջեռոցում պիտի լինի 180 աստիճան, Այո։ եւ մենք կպահենք ջեռոցում 45 րոպե։ Իհարկե, այս ամեն ինչը կապված է նաեւ մեծությունից։ Կարծում եմ մենք 45 րոպե հետո կճաշակենք այս կերակրատեսակը, ունենք 47 րոպե, կավելացնենք այդտեղ 13 եւ 32։ Ինչպես արդեն տեսնում ենք, ձայնն էլ լսում ենք, մեր ուտեստը արդեն պատրաստ է եւ հրաշալի նաեւ գույն է ձեռք բերել մեր դդումը։ Ղափաման պատրաստ է։ Հիմա շատ գեղեցիկ տեսք ունի, ինչպես նաև մեր խոհարական հանդերձները, հա? Այո։ Բայց այս խոհարական հանդերձները, պարոն Մամուլյան, դուք եւ սկսեք մասնատել։ Այո։ Տեսեք, այս խոհարական հանդերձները դրանք միջազգայինորեն ընդունված հանդերձներ են։ Ես իմ հաղորդումների ժամանակ փորձում եմ օգտագործել հայկական ազգային տարազներ, որտեղյա մշակութային միությունն է պատրաստում եւ վերջերս էլ երկուսով արժանացանք շերեփների։ Ես որպես փոքր խոհարար, փոքր շերեփի, դուք որպես մեծ խոհարար, մեծ շերեփի։ Հիմա դուք նախ անդրադառնանք արդեն մեր ինչպես մասնատել, հետո կանդրադառնանք հագուստին։ Շատ դեպքերում, երբ որ պատրաստում են, ես մի քանի անգամ ներկա եմ եղել, ընդհանրապես ասեմ, որ վերջի 10 տարին է, որ արդեն ներդրվեց, դա էլ մեր ձեր հետ միասին, բայց դնում են այսպես ու գտալով սկսում են բան, չէ, այդպիսի բան չկա, սա կտրում ենք կլոր, Այո, շրջանաձև։ այո, Գուցե դե պահեմ։ եթե չես վառվի, պահի։ Խոհարարի հիմնական, այսպես ասած, պրոֆեսիոնալ, այսպես ասած, թերություն, ոչ թե թերություն, այլ խոհարարի հիմնական այդ վնասները, որ ինքը կրում է, որ ձեռքերն է վառվում, դա շատ կտրատում է, չէ՞։ Այո, դե կտրատելը այնքան կարևոր է, որ ճապոնացիները իրենց խոհարարին նույնիսկ կտրատող են ասում։ Այո։ Հիմա մենք կտրատում ենք ոչ թե մեր մատները կամ ձեռքերը, այլ կտրատում ենք ամիջը կամ ղափաման։ Այո։ Այսպես արեցինք, գեղեցիկ տեղադրեցինք ափսեի մեջ։ Սա մեկ չափաբաժինն է։ Կես կարելի ասել կամ մեկ։ Չափաբաժինները հիմա սովետական միջան ժամանակաշրջանները անցել են, որ ասեն այսքան գրամ պիտի լինի, այսքան գրամ պիտի լինի։ Մենք ունենք ուղղակի Աշկաչափով, ով ինչքան աշկաչափով, այսպես մատուցում ենք։ իրեն զարդարում։ Կարող ենք զարդարել, կարող ենք չզարդարել, ինքը արդեն զարդ է։ Գույներ կան, կա նաև տարբեր մթերքների համադրություն եւ մատուցում ենք նորից նշեմ ամանորին, տրնդեզին, հարսանյաց հանդեսներին։ Հարգելի հայրենակիցներ, ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս նոր տարին, ամանորը, Սուրբ Ծնունդը։ Ուզում եմ ցանկանալ, որ մենք լինենք գալիք տարվա մեջ նույնպես միասնական եւ ինքնաճանաչ։ Կարծում եմ, ինչպես նշվել է մեր մեծերից մեկի կողմից 21-րդ դարը հայի դարն է լինելու եւ դրանում ես կասկած չունեմ։ Միայն մեզ մնում է, որ լինենք համբերատար, լինենք մեկս մյուսի նկատմամբ սիրալիր, ուշադիր եւ ամեն ինչ լավ է լինելու։ Վստահ եմ, որ նաեւ եթե ամեն մեկը զբաղվենք մեր
մեր գործով եւ այդ գործում ներդնենք այն ամենը, ինչ ստացել ենք մեր նախնյաց կողմից, մենք կլինենք հաղթական։ Շնորհավոր Ամանոր։ Հրաշալի խոսքեր են եւ պետք է ասեմ, որ այն մեջբերումը, որ արել էր մեր երջանկայնաշատակ սպարապետ Վազգեն Սարգսյանը, որ 21-րդ դարը մերն է լինելու, մերն ասելով ի նկատի հայ ժողովրդին եւ մեր ժողովրդին առաջին հերթին 21-րդ դարում եւ մասնավորապես 2020 թվականին մաղթում ենք, որպեսզի մեր երկիրնի խաղաղ առաջին պայմանը, որ մեր զինվորների անդորը որևէ միջադեպ չխռովի։ Երկրորդ, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցիկ, լինի երջանիկ եւ այս խորհրդանշական, որ մեր մոտ երջանկություն լինի շերեփ, թող մեր ժողովուրդը անընդհատ ուրախանա նորանոր ձեռքբերումներից, մեր ժողովուրդը ուրախանա անընդհատ նորանոր հաջողությունից։ Կուզենայի ձեզ շնորհակալություն հայտնել այսօրվա այս գեղեցիկ օրվա համար, նաեւ շնորհավոր մեր բոլորիս Սուրբ Ծնունդը եւ Ամանորը։ Շնորհակալություն։